Կրակի ճիրաններում է Թուրքիայի արևմուտքը, Բալաքեշիր նահանգում անոմալ շոքի պատճառով առաջացած հրդեհները խժռում են հարյուրավոր հեկտարներով անտառներ։ 500 հրշեջ մեքենայով, 70 ուղղաթիռով ու 20 ինքնաթիռով ավելի քան 3500 փրկարար արդեն 3 օր է չի կարողանում սանձել մոլեկնող կրակը։ Պաշտոնական տվյալով 5 մարդ է վիրավորվել, հարյուրավոր բնակիչներ տարհանվել են։ Անտառային հրդեհները շարունակվում են նաև Հունաստանում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում ու Մեծ Բրիտանիայում։ Իսպանիայում հարյուրավոր մարտական հաշվարկներ են դուրս բերվել կրակի դեմ։ Սաստիկ շոքը, երկարատև երաշտն ու շատ ուժեղ քամին անընդհատ տարածում են կրակը։ Իսպանիայի հյուսիսում 42,000 հեկտար անտառ է ոչնչացրել կրակը։ Շաբաթներ շարունակ այստեղ օդի ջերմաստիճանը գերազանցում է 40 աստիճանը։ Անհնար է մարել կրակը, օր-օրի ավելի է տարածվում։ Մադրիդի շրջանում մոտ 27,000 հեկտար տարածք է այրվել, կրակը հասել է նաև բնակելի թաղամասեր։ Իսպանիայի Նավաս դել Ռեյ շրջանում կրակը կուլ է տվել 50 տուն։ Տունս փլուզվել է, ավերվել է, չգիտեմ, դա իմ ամբողջ կյանքի ստեղծածն էր, նույնիսկ ծառերը չեն փրկվել, ջախջախված եմ, տանջվում եմ։ Հրդեհից մոխրացան իմ կենդանիները, հավեր, աղավնիներ, 23 գեղեցիկ սպիտակ աղավնի, տունը ու մեքենան էլ չեմ ասում, սարսափելի վիճակում ենք։ Ապոկալիպտիկ այս տեսարանները Ֆրանսիայի Լպորժ համայնքում են, այրված տներ, մոխրացած մեքենաներ են ամեն քայլափոխի, 220,000 մարդ ստիպված է եղել լքել իր տունը։ Մեզ անօգնական ենք զգում, տպավորություն է, թե պետությունը մեզ լքել է, նրանք մեզ համար ոչինչ չեն անում։ 2 օրում հրդեհից 190 շինություն է ոչնչացվել Լպորժում։ Այս գյուղը Ժիրոնդ շրջանում է, որտեղ մոտ 3000 հրշեջ է միացել հրդեհաշիջման աշխատանքներին։ Նրանցից 2-ը մահացել են, երբ հրշեջ մեքենան հայտնվել է կրակի մեջ, 110-ը վիրավորվել։ Պետությունը պետք է ապահովի անվտանգ կյանք մեզ համար։ Սարսափելի հրդեհները հասել են մինչև Հունաստանի Կրետե կղզի։ Մինչև 100 կմ/ժ արագությամբ քամիների պատճառով արագ տարածվող կրակից մարդկանց փրկելու համար նրանց տարհանել են ծովային ճանապարհով։ Տարհանման ժամանակ 2 հրշեջ է մահացել։ Միջազգային կառույցների նախնական գնահատականով սաստիկ շոքերի եւ համատարած հրդեհների պատճառով Եվրոպայի հարավային երկրների տնտեսությունները մոտ 47 միլիարդ եվրոյի վնաս են կրել։ Աննա Գյուլնազարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։